Մահվան շունչ է Սիրիայի փողոցներում, ամեն քայլափոխի դիեր են իրենց հարազատների մարմինների վրա լացող կանայք։ Արյունալի իրադարձությունների թատերաբեմ դարձած Սիրիայում մարտի 6-ից տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են նոր կառավարության կողմից հովանավորվող զինյալները առանձնակի դաժանությամբ սպանում խաղաղ բնակչությանը, չխնայելով անգամ կանանց ու երեխաներին։ Նախնական տվյալներով 1300 մարդ է մահացել, 970-ը խաղաղ բնակիչ։ Զոհերի մեծ մասը Սիրիա բնակ ալևիներ են։ Սիրիայում ապրող Ռիմա Իհսանը արցունքն աչքերին պատմում է տեսածը ու օգնություն աղերսում քաղաքակիրթ աշխարհից։ Նրանք մեզ սպանում են, մարդկանց դիերը գետնին ընկած են, ինչ մեղք ունենք, եկեք և տեսեք դիակները գետնին և տների ներսում։ Մենք մարդիկ ենք, մենք սիրիացի ենք, ինչ հանցանք են գործել երեխաները, ծերերը, կանայք և տղամարդիկ։ Ըստ սիրիական լրատվամիջոցների սպանդն սկսել է Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի նոր ղեկավար Ալ-Շարայի զորքը, երբ նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմնակիցները կամ ինչպես իրենք են ասում, Ասադի ռեժիմի մնացորդները սկսել են ապստամբել։ Զանգվածային բնաջնջում է Սիրիայում, ասում են իրենց տներից փախած սիրիացիները, վստահեցնում են, այլևս հնարավոր չէ ապրել այդ երկրում։ Իրավիճակը շատ վատ է, այլևս հնարավորություն չկա ապրել Սիրիայում, դպրոցները փակ են, հիվանդանոցներ չկան, բժիշկ չկա, որ օգնություն ցույց տա։ Սահմռկեցուցիչ կադրեր են տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են կտանքների ենթարկում գերիներին։ Թահրիր ալ-Շամ խմբավորման անդամները պատի տակ են շարել գերեվարված սիրիացի տղամարդկանց ու առանձնակի դաժանությամբ սպանել նրանց։ Այս պահին տեղեկություն չկա դադարել են մարտերը թե ոչ, բայց մինչև 3 Լաթաքիայում ծանր բախումներ էին։ Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ անցումային կառավարությունը լրացուցիչ ուժեր է կուտակել նաև Տարտուզ նահանգի Կադմուս քաղաքում։ Սիրիայի ժամանակավոր նախագահը խոստացել է գտնել ապստամբության Ասադամետ կազմակերպիչներին ու դաժան հաշվեհարդար տեսնել։ Այսօր հասական պահին մենք հայտնվել ենք նոր վտանգի առջև։ Նախկին ռեժիմի մնացորդներն ու նրանց արտաքին աջակիցները փորձում են հրահրել նոր վեճեր և մեր երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։ Նրանց նպատակն է պառակտել մեր երկիրը և ոչնչացնել մեր միասնությունն ու կայունությունը։ Սպանդի պատասխանատվությունը չի ստանձնում Ալ-Շարան։ Նրա գրասենյակը հայտարարություն է տարածել, թե պատժվելու են բոլոր նրանք, ովքեր խաղաղ բնակչության արյունն են թափել։ Սիրիայի բնակիչների զանգվածային սպանությունները քննելու է նաև ՄԱԿ-ը։ Կազմակերպված հարձակումներից հետո ծայրաստիճան անհանգստացնող հաղորդագրություններ ենք ստանում ընտանիքների, այդ թվում կանանց, երեխաների և վիրավոր մարտիկների սպանությունների մասին։ Անհրաժեշտ է իրականացնել բոլոր սպանությունների և այլ խախտումների օպերատիվ, թափանցիկ և անկողմնակալ հետաքննություններ, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան։ Դադարեցրեք ցեղասպանությունը, դադարեցրեք սպանդը։ Այս կարգախոսներով բողոքի զանգվածային ակցիաներ են բռնկվել աշխարհի տարբեր անկյուններում։ Եվրոպական երկրներում, Թուրքիայում, Սիրիայի ժամանակավոր կառավարությունից պահանջում են վերջ տալ արյունահեղությանը։ Գերմանիայում հարյուրավոր ցուցարարներ վստահ են, Սիրիայի իշխանություններն են մեղավոր այս արյունոտ քաոսի համար։ Ահաբեկիչները չեն փոխվում, բղավել են ցուցարարները։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։